շատ հաճախ մարդը նույնիսկ իր մասնագիտությունը ընտրում է, աշխատում է 50 տարի, այդ ձև հասնում է ծերության, տենց էլ ինքը չի հասկանում իր ունակությունը որն է։ Բայց եկեղեցուց դուրս էլ կան ունակություններ որոշ մարդկանց, որ մեր կենցաղ է մտնում, մեզ օգնում է դա։ Ասենք Սուրբ Հոգու պարգև հենց որ զգում է ինքը ունի։ Շատ կարևոր է, որ ինքը շատ խոնարհվի։ Բայց լավ է, որ Սուրբ Հոգին առաջնորդի այդ մարդուն, բայց անողը մարդն է։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ, այսօր մենք խոսենք տաղանդներ եւ պարգևներ թեմայի շուրջ։ Նախ մինչև անցնենք մեր հարցերին, կցանկանայի նշել, որ կարող եք ձեր հարցերը գրել հաղորդման ընթացքում կոմենտներում, ուղարկել մեզ, մենք աշխատենք պատասխանենք։ Նաև եթե լինեն ծավալուն հարցեր, կարող ենք նոր հաղորդումներ կազմակերպել Հովիվ Արտուրի հետ։ Խոսենք Հովիվ Արտուր տաղանդների ու պարգևների մասին։ Ու ինչպես միշտ առաջին հարցը ընդհանուր սահմանումը, ինչպես կսահմանեք ինչ է բնական տաղանդը եւ ինչ է Սուրբ Հոգու պարգևը։ Բարի, տաղանդ եզրույթը, այդ հասկացողությունը Աստվածաշնչում թե հին, թե նոր կտակարանում մենք հանդիպում ենք, որը որ ոչ մի կապ չունի մարդու ունակությունների հետ, միանշանակ գրված է դա չափման միավոր որպես։ Նոր կտակարանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի առակների մեջ ենք մենք հանդիպում տաղանդը, առաքյալների որևէ թղթի մեջ չենք հանդիպում տաղանդ եզրույթը, որ չափի միավոր է, եթե չեմ սխալվում 6000 դահեկան, այդ չափն է ինքը, 6000-ը դա, այսինքն 6000 աշխատանքային օր, դա մեծ չափ է, ամենամեծ չափման միավորն է, ու դրանից է գալիս միգուցե, ինձ թվում է դրանից է գալիս, որ մենք երբ որ իր ծառաներին, Հիսուսի առակի մեջ, որ ծառաներին տրվում է այդ տաղանդները, 5 կամ 10 կամ 2, 1, դա մեծ չափ է, շատ մեծ։ Այդտեղից է գալիս, որ մարդը տաղանդ ունի կամ ստացել Աստծուց մի բան։ Բայց հենց ինքը Աստվածաշունչը որևէ միտեղ չի նշում, որ դա հենց այդ մարդու ունակություններն է։ Իսկ պարգևի մասին նշվում է, որ դա շնորհի պարգևներն են, այսինքն Սուրբ Հոգու պարգևներն են, շնորհի պարգևները, որը որ տրվում է ծառայողներին, Սուրբ Հոգին որոշում է, բաժանում է այն ձև, ոնց որ ինքն է տեսնում, ոնց որ ինքն է ուզում։ Ու այս է իրանց տարբերությունները։ Բայց տաղանդ այդ եզրույթը կարելի է սենց ասել, ոնց որ բնածին Աստծուց ստացած ունակություններ։ Կարելի է սենց ասել։ Սենց ենք մենք ընկալում այդ բառը։ Մենք էլ չափման միավոր չենք օգտագործում այդ բառը։ Դե մեր հաղորդման ընթացքում կօգտագործենք տաղանդ բառը, միաժամանակ կարող ենք նաև օգտագործել ունակություն բառը հասկանալի դարձնելու համար։ Օրինակ իմ հաջորդ հարցը հետևյալն է, այ մարդկային տաղանդները, ունակությունները ունեն աճ, թե դա մարդ ինչքան որ ունի, այդքանն է։ Չէ, եթե ունակությունների մասին ենք խոսում, ու դրա մասին ենք խոսում, իհարկե միշտ կարելի է զարգացնել, աճել, միշտ։ Եթե մարդը չունի ունակություն, զարգացնելու բան չկա տեղ, կամ աճի տեղ էլ չկա, բայց եթե ունի, իհարկե նա կարող ավելի կատարելագործի, ավելի լավացնի, ավելի, էլ չեմ ասում, ավելի պրոֆեսիոնալ մակարդակ հանի, ինչ է նշանակում պրոֆեսիոնալիզմ, այսինքն դու այդ քո ունակությամբ առօրյա ամեն օր ես դու դա օգտագործում ու այն իմաստով, որ դրանով դու քո աշխատավարձն ես ստանում։ Դա է պրոֆեսիոնալիզմ։ Մասնագիտանում ես դրան։ Արդեն դա քո ամենօրյա գործը։ Իսկ ասենք այդ ունակությունները եւ կա մարդու, հա, զինապահոցում սենց ասած, ինքը ազատ է օգտագործելու, թե սա ինչ որ կախվածություն ունի Աստծուց։ Դրա աճը, դրա մենք անհավատ մարդկանց կյանքում ինչ ենք տեսնում, ասենք կարող է լավ ջութակահար է կամ լավ, չգիտեմ, ճարտարապետ է,
հայտնի կամ լավ իրավաբան է, մենք ինչ ենք տեսնում, դա Աստծո հետ մարդը ընդհանրապես աթեիստ է, բայց ունակություն ունի, լավ ունակություն ունի, կամ հայտնի ֆիզիկոս է, ամեն դեպքում Աստված է տալ այդ ունակությունները, մենք չենք կարող ասենք, իհարկե, մենք չենք կարող ասենք, որ ունակությունները տալիս է սատանան կամ ունակությունները մարդը ինքը ինչ-որ միտեղից գնաց վերցրեց, որ ուրիշները չեն կարող վերցնել։ Չուներ, գնաց ինչ-որ միտեղից փող տվեց վերցնել։ Չէ, Աստծուց են, միանշանակ։ Այ հարցը ի՞նչն է նպատակը, Աստված որ տալիս է այդ ունակությունները, խոսում ենք բոլոր մարդկանց մասին, ոչ միայն հավատացյալներին, այլ նպատակը ո՞րն է, որ Աստված, ասենք, օժտել է այս մարդուն այսինչ ունակությամբ, ասենք, ինչ ենք հասկանում։ Նախ մենք Ադամով բոլոր մարդիկ մեր եղբայրը ու քույրերն են։ Ադամով։ Քրիստոսով մեր եղբայր քույրերը միայն ովքեր որ վերստին ծնված են։ Հիմա Աստված երբ որ մարդ է ստեղծում կամ ստեղծել, Աստված իր նմանությամբ, էլի տենց ստեղծագործող, արարող, էլի տենց Աստված մարդ չի ստեղծում կիսատ, որ ինքը որևէ ունակություն չունի։ Մարդ երբ որ ծնվում է այս աշխարհը մեր օրերում, արդեն որոշակի Աստծուց ունակություններով է ծնվում։ Ուղղակի պետքա թե ծնողները դաստիարակեն, թե ինքը գտնի իրանը, որտեվ շատ հաճախ մարդը նույնիսկ իր մասնագիտությունը ընտրում է, աշխատում է 50 տարի, այդ ձև հասնում է ծերության, տենց էլ ինքը չի հասկանում իր ունակությունը որն էր։ Որոշ դեպքերում բացահայտվում է մի քիչ ուշ, որ ինքը այսպես տաղանդ ուներ։ Եթե կարելի է դա տահա։ Ուզում ասեմ, Աստված մարդուն այդ ձևի է ստեղծել, ունակություններով լի է ստեղծել։ Այնպես չի, որ եթե մեկը լավ ջութակահար է, մնացածը առանց տաղանդեն կամ առանց ունակության են։ Ամեն մեկը իր բնագավառում իր ինքը ունի, տենց է ծնվել արդեն։ Ուղղակի պետքա գտնի, մարդը պետքա զբաղվի, փնտրի իր։ Իսկ կարող ասենք մարդը պետքա որ փնտրի այ Աստված ինչ նպատակը կապել այս ունակությունը ինձ տալով։ Դե ունակությունը ինքը հուշում է արդեն։ Եթե մեկը լավ ճարտարապետ է, ուրեմն ինքը պետք է շինարարության հետ կապ ունենա։ Այդ բնագավառն է իրան։ Լավ ճարտարապետ է, ինքը չի կարա ուրիշ տեղ իրան օգտագործի կոպիտ ասած։ Հենց ինքը ունակությունը տաղանդը ցույց է տալի մարդուն որտեղ, բայց ես էլ ասեմ, որ Աստված մարդ չի ստեղծել, որ ինքը փրկությունից դուրս, եկեղեցուց դուրս պետք է ինքը ապրի ու գնա դժոխք։ Այսինքն բոլոր մարդիկ պոտենցիալ եկեղեցու ծառայողներ են, բայց այսինքն ունակությունը, որ մարդը ունի, ուղիղ կապված է նրա Աստծո կամքի հետ կապված այդ մարդու հետ, հա։ Իհարկե։ Հետո մի բան էլ ասեմ, որ օրինակ մենք միշտ մեր ոնց ուշադրությունը իհարկե եկեղեցին է, դա ճիշտ էլ է, տենց էլ պետքա լինի մեր։ Մենք ամեն ինչ մեր ջանքերը, մեր եռանդը, մեր տաղանդները մենք լրիվ ուղղում ենք եկեղեցին, բայց եկեղեցուց դուրս էլ կան ունակություններ որոշ մարդկանց, որ մեր կենցաղ է մտնում, մեզ օգնում է դա։ Օրինակ, եթե մի ինչ-որ հիվանդության դեմ ինչ-որ մի դեղամիջոց են հայտնաբերում, դա մեզ բոլորիս է օրհնում։ Պարտադիր չի դա եկեղեցին մեր, եկեղեցու հետ մենակ կապված լինի։ Կամ նույնիսկ այս տաբլետները, հեռախոսները, տեխնիկաները, ինչքան է օգնում, բայց որոշ մարդիկ դրա մեջ զարգացրել են, չէ՞ որ, էլ չեմ ասում ավտոմեքենաներ, էլ չեմ ասում շատ բաներ, որ մեր կենցաղի մեջ է, մեզ դա ավելի հեշտացնում է մեր կյանքը։ Կարող է տաղանդը ծառայել Աստծուն, բայց չլինել հոգևոր պարգև։ Այսպեսի։ Այո, իհարկե։ Եթե խոսքը գնում է նրա մասին, որ անհավատ մարդը եկեղեցում ծառայի, անհավատ մարդը օգնում է եկեղեցուն որոշ հարցերում, եթե այդ նկատի ունենք, բայց նաև
եկեղեցում, երբ որ մարդը ապաշխարում է, վերջը ինքը որոշակի ունակությունների տեր մարդ է։ Օրինակ եմ ասում, շատ հասարակ բան եմ ասում, ասենք շինարար է։ Չեմ ասում աչքի ընկնող հայտնի շինարար է։ Ոչ, ուղղակի շինարար է, իր ձեռից գալիս է ինչ-որ գործեր անել։ Բայց իհարկե, որ ապաշխարեց, ինքը այդ ունակությունը դնելու է եկեղեցում ինչ-որ բան շինի, ինչ-որ բան անի։ Բա Այսինքն օգտագործվելու է, իհարկե։ ունակությունները, տաղանդները պարտադիր չի, որ ինչ որ հոգևոր արտահայտություն ունենան, դա շատ կենցաղային հարցերում է։ Իմիջիայլոց պարգևներն էլ այդ ձև։ Մարդը կարա հոգևոր չլինի, ապաշխարած լինի, վերստին ծնված լինի, բայց այդ ձև շատ հոգևոր չլինի, խորացած, նվիրված, հավատարիմ, կարա չլինի, բայց ինքը կարա պարգևներով լի լինի։ Դրա մասին Հələ կհասկա։ Իսկ ո՞րն է հոգևոր պարգևների նպատակը եկեղեցում։ Դա արդեն եկեղեցու շինության, եկեղեցաշինության, եկեղեցու համար են դրանք ծառայում։ Այսինքն Սուրբ Հոգին արդեն եկեղեցու մեջ դա աշխարհիկ մարդկանց չի վերաբերում։ Եկեղեցու մեջ, որպիսի ծառայողները կամ այդ պաշտոնները, ծառայություններ ունենան, որ եկեղեցին շինվի, բարձրանա, իր նպատակին հասնի։ Դա բացառապես Սուրբ Հոգու գործն է, ամեն մեկին ինչ է տալիս ու ոնց է տալիս։ Իմ հաջորդ հարցը հետևյալն է. ինչ վտանգ կա, երբ եկեղեցում շփոթում ենք տաղանդը եւ պարգևը։ Տաղանդը ունակություն։ Հետևանք որևէ տենց ես իմ ինչ հետևանք չի լինի, որովհետև որոշ տեղեր կարան դրանք թվան նույնն է համարյա։ Օրինակ, եթե նոր կտականը խոսում է մոտ 18-ից 20 պարգևների մասին կամ նվերների մասին Սուրբ Հոգու, բայց նաև նշվում է, որ տարբեր պաշտոններ կան։ Օրինակ որոշ բաներ չենք կարա մենք խառնենք, օրինակ մարգարեությունը, օրինակ հրաշքներ անելը, բժշկությունը, լեզուներով խոսալը, լեզուներ թարգմանելը, որ մենք չենք տենում էդի աշխարհում միգուցե որոշ կախարդներ, որոշ սև մագիա, եսիմ ինչ, իրանք գուշակներ, իրանք էլ են ինչ-որ տենց փորձում է ձև բաներ անել, որ ապագա ասեն, բայց Աստծո տան մեջ մարգարեությունները մի ուրիշ ձև է գործում, մենք դա գիտենք էդի որևէ խարդախություն չկա տեղ, որևէ իհարկե որոշ դեպքերում որոշ տեղեր կան մարդիկ խարդախություն անեն։ Իմանալով ինֆորմացիան իրենց տան, որ իրանք մարգարե են ու ինչ-որ բաներ անեն, այդպես խարդախություններ, բայց հիմնականում այդ Սուրբ Հոգու նվերները շատ դիպուկ ու շատ ճիշտ են գործում, բայց օրինակ այդ նվերների մեջ կա նաև, ասենք, կառավարել կամ նվերներ բանը գթասիրտություն, ասենք օգնություններ։ Աշխարհում էլ կա էդի։ Ուղղակի սա մի ուրիշ ձև է լինում, իհարկե սիրով, հաստատ հավատացյալ մարդը ուրիշ ձև է ծառայելու, հաստատ, բայց տենց եթե վերադառնամ հարցին, տենց ինչ որ կատաստրոֆա չի, եթե մենք որոշ տեղեր ասենք չիմանանք էդի ունակությունա թե հա, տենց ասենք կարևորը որ եկեղեցին շինվի, կարևորը եկեղեցում պառակտում չբերի դա, պրոբլեմներ չբերի, ոնց որ Կորինթացիս եկեղեցում են կարդում, շատ շնորհաշատ մարդիկ էին, բայց վիճել, պրոբլեմներ, իհարկե, էդի հիմնականում տենց էլ լինում է, երբ որ մարդը մի բան ունակություն տենում ունի, ասենք Սուրբ Հոգու պարգև հենց որ զգում է ինքը ունի, շատ կարևոր է, որ ինքը շատ խոնարհվի, շատ կարևոր է դա, թե չէ, էդի գբերի հպարտության, ծառայությունը թողել, իհարկե հովն էլ ստիպված է, կամ հովական թիմը ստիպված են որոշումներ ընդունել, նշանակել եւ այլն, եթե մեկը սկսում է արդեն անկապ բաներ անել։ Ոչ ճիշտ։ Իսկ ինչ է տեղի ունենում, երբ մարդը գործում է միայն իր կարողությամբ եւ ոչ թե հոգու զորությամբ։
Էլի ոչ մի բան տեղի չի ունենում, սովորական բաներ կա, օրինակ եկեղեցու զալ մաքրելը, կամ երեխեքի սենյակը ծառայությունից հետո, ասենք կիրակյորա դպրոցից հետո պետքա սենյակները մաքրվի, այդտեղ չեմ կարծում մի տենց առաջնորդություն պետք է, բայց ընդհանուր առմամբ մենք բոլորս շատ կարիք ունենք Սուրբ Հոգու առաջնորդությանը, մարդկային ձևերով չարվի դա։ Ես ինչ եմ նկատել, նույնիսկ այդ հասարակ բաների մեջ, ասենք շինարարության մեջ, որ հասարակ բան ասենք, պիտի տղեկով հավաքվենք, մի շուտ մի բան շինենք։ Ինչ եմ նկատել, որ մարդու եսը կարա խանգարի ու սխալ բաների գա, զորելով, համոզելով, որ դա ճիշտ է, բայց դա իրականում սխալ է։ Ամեն դեպքում Սուրբ Հոգու առաջնորդությունը ամեն ինչ բալանսավորում է, հավասարակշռում է, շատ կարևոր է դա, ամեն դեպքում։ Հարցս գալիս էր ավելի խորը ծառայությունների մասին, ինչպիսին է երկրպագության ծառայությունը կամ խոսքի կամ ուսուցանման։ Այո, ստեղ էլ է նույնը։ Մարդը, ասենք, նույնիսկ բնածին կարող է երգի ունակություն ունենա, երգեցողության, ասենք, ձայնը ինքը զգում է, ունի այդ ունակությունը, բայց եկեղեցում դա ուրիշ ձև է, մի քիչ ուրիշ ձև է, քան աշխարհում կարա լինի, որտեղ եկեղեցում հավատարմությունը, եկեղեցում, ասենք, վստահություն ունենալը, ճիշտ երգ առաջնորդելը, որտեղ դա պաշտամունք է, դա երկրպագություն է, դա մի ուրիշ ձև է։ Ստեղ որոշ հատկություններ է պետք մարդուն, ամեն մեկը չի, որ կարա երգի, այդտեղ պետք է երգի։ Կարելի է ասել, որ ունակություններից վեր կանգնած են որոշ հոգևոր ունակություններ, որոնք ավելի բարձր դիրքում են գտնվում, մինչև որ հասնի, ասենք, տվյալ երկեցողության կամ մնացած, ասենք, ինչ որ այդ բարձր դիրքը գալիս է մարդու հոգևոր վիճակից։ Մարդը ինքը պետքա որպես մարդ, որպես քրիստոնյա հոգևոր լինի։ Հոգևոր ասելով նկատի ունեմ խոնարհ լինի, լսող լինի, ինքը միշտ երկրպագող լինի, ինքը միշտ հնազանդ լինի։ Հակառակ դեպքում խնդիրներ ենք ունենում։ Անկախ նրանից ինչքան ունակություն, ինչքան երաժշտական կամ շատ դեպքեր ես գիտեմ, երբ որ պրոֆեսիոնալ, ուղղակի շատ հիանալի, օրինակ եմ ասում, հարվածային գործիքներ, ասենք մի հատ օրինակ եմ ասում, հարվածային գործիքների կամ գիտարի, ասենք պրոֆեսիոնալ մարդ ապաշխարեց։ Գալիս է եկեղեցի։ Ու քանի որ ինքը իր պրոֆեսիոնալիզմը իրան խանգարում է, որպեսզի ինքը լսի հովին, որտեվ ամեն դեպքում եկեղեցում որոշակի պահանջներ կա։ Այսինքն այն ձև ոնց որ ինքը նվագել է ուրիշ տեղեր, հարսանիք, չգիտեմ ինչ տեղեր, դա նույնը չի եկեղեցում։ Սա պաշտամունք է, սա ուրիշ է։ Եթե մարդը դա չհասկացավ, չմտավ այդ ռիթմի մեջ, չհասկացավ այդ ոճը, այդ ձևը, ինքը չի կարելու ծառայել։ Կարելի է ասել, որ ստեղ առաջին հերթին երևի մարդը պետք է վերդասի իր ունակություններից ավելի վերդասի մարդկանց օրհնությունը լինելը ու մարդկանց շինություն տալը, Ես կասեի վերդասի խոնարհությունը ու լսելը, քան այդ ունակությունները ու նաև նույնիսկ այդ որ ցանկությունը, որ մարդկանց հաճախ լինում է մարդը ծառայողը իրոք անկեղծ ուզում է, որ մարդիկ օրհնվեն, բայց իր ձևով է դա ուզում անի։ Դա վստահելի մարդ չի։ Այսինքն կան այդ ունակությունից բարձր կանգնած մի քանի բաներ, որոնք ավելի ունակությունը շատ կարևոր բան է։ Շատ հաճախ ես այս կոպիտ օրինակն եմ ասում, օրինակ տղամարդը չի կարում ծննդաբերի։ Դա այն ունակությունն է, որ Աստված կանանց է տվել, կնոջն է տվել։ Տղամարդը ինչ էլ անի, նա չի կարալու ծննդաբերի։ Ինչ էլ անի։ Եթե մարդը չունի ունակություն, ինչ ուզում ես արա, դու չես կարա տեղ։ Թեթևի մեջ, ասենք, ինչ որ ձև կարաս անես, բայց դա այն մակարդակը չի լինի։
այն չի լինի, որ Սուրբ Հոգին ուզում է դա օգտագործի։ Ունակությունը այս չափի կարևոր է, բայց ունակությունից առավել կարևոր է լսողական, երկրպագող, հնազանդություն ու հավատարիմ մարդ։ Կողի մարդ պետք է լինի, ասենք ցանկացած հովիվ, ցանկացած եկեղեցում այդպես մարդ են ուզում լինի, մարդիկ, որ ճիշտ խումբ լինի, ճիշտ ծառայություն տեղի ունենա։ Ճիշտ թիմը լինի, հակառակ դեպքում դա միշտ պրոբլեմ է լինում։ Այսինքն պրոֆեսիոնալ մարդ կամ էլի ես մեկ անգամ եւս ասեմ պրոֆեսիոնալ ասելով ինչ նկատի ունենք, որ ինքը ամեն օր է դրանով զբաղված։ Պրոֆեսիոնալ ասելով նկատի չունենք աշխարհում առաջի նվագողը կամ դրա հետ որևէ կապ չունի։ Այսինքն ինքը ամեն օր է դրանով զբաղվում։ Հաճախ կարա դա խանգարի։ Բայց ես հաստատ կոչ չեմ անում, որ մենք անտաղանդ կամ ոչ պրոֆեսիոնալ մարդկանցով լինենք մեր եկեղեցիներում։ Իհարկե ոչ։ Բայց նրանք վեր են դասվում, միշտ ավելի կարևոր են այդ լսողականջը, հավատարմությունը եւ այլն եւ այլն։ Դրանք շատ կարևոր են։ Եկեղեցում ասենք ես էլ լնելով ծառայության ավակ, ասենք շատ ուրախանում եմ, երբ որ մեկի մեջ մի տաղանդ է բացվում, ասենք որ մարդ ունի այս ունակությունը, բայց իրոք տաղանդը իհարկե ուրախ ենք, որ եկեղեցում Աստված բերում է մարդիկ, ովքեր ունեն այս կամ այն տաղանդները, բայց իրոք այդ հավատարմությունն ու հնազանդությունը շատ ավելի վերա, որ շատ ավելի պետքական ու շատ ավելի օգտակար ալնում, կարող է մարդը քիչ ունակություն ունենա կամ քիչ զարգացած ունակություն ունենա, բայց հավատարմությամբ իր հնազանդությամբ շատ ավելի օգուտ է բերում եկեղեցուն։ Նույնը այս մենք երաժշտությունից ենք խոսում, նույնը եթե կարելի է, նույնը մարգարեություն, դրանք ավելի լուրջ են, ավելի բոլորն է լուրջ, բայց այդտեղ ավելի օգուտն ու վնասը կարա շատ ավելի լինի։ Օրինակ պատկերացնենք, եթե եկեղեցում մեկը կես ճիշտ, կես սխալ սկսի առանձին մարդկանց մարգարեանալ, որոշ բաներ ասի, որ մենք ներկա չենք ու նա լուրջ ընդունեն, սենց կարա եկեղեցին ուղղակի կատակլիզմի մեջ գցեն ուղղակի։ Բայց նույն ձև կարա այդ նվերով մարդը խոնար ձևով, հովի ասած ձևով, այսինքն հովի ասած ձևով, ավետարանի ձևով, այսինքն երբ որ եթե մարգարեություն անում, մենք բոլորս մի հատ տեստ անենք, մտածենք, մեկ երկու արդեն մենք էլ կհասկանանք այդ մարդը իրանից է ասում, թե եւ այլն, այսինքն սրանք շատ կարեւոր բաներ են։ Շնորհի նվերները պետք է եկեղեցում քննվեն ու ճանաչվեն։ Այլ ոչ թե մարդը ինքը իրան նշանակի, ինքը իրան ասի, ես սենց եմ վերջ։ Պարգևներով գործում է մարդն ինքը, թե Սուրբ Հոգին։ Ինչ բացատրենք մեր դիտողների համար։ Ամեն դեպքում ցանկացած գործ մարդը ինքն է անում։ Ցանկացած անելիք, ասենք մարդը ծառայում է, ինչ որ գործ է անում, հավաքում է, նկարում է, մարդը ինքն է անում, բայց Սուրբ Հոգին, Սուրբ Հոգու ազդեցության տակ կարա լինի, Սուրբ Հոգու առաջնորդության տակ կարա լինի, կարա նաև չլինի այդ առաջնորդության ու ազդեցության տակ, բայց լավ է, որ Սուրբ Հոգին առաջնորդի այդ մարդուն, բայց անողը մարդն է, չի կարելի ասել ես ոչ իման չանեմ, թող Սուրբ Հոգին անի։ Ես ուզում եմ հարցնել, ինչքան ու կայանում մարդու դերը Սուրբ Հոգու պարգևների դրսևորման մեջ։ Անողը մարդն է։ Մարգարեություն, բժշկություններ, սենց պարգևների դրսևորման ժամանակ։ Էլի մի քիչ կարող է մեր ականջին բան չի, ասենք մենք ուզում ենք ավելի տենց լուրջ հոգևոր բաներ լսենք, բայց մարգարեությունն էլ մարդ ուղղակի պիտի ռիսկ անի, ասի։ Եթե մի բան կա, ասեց։ Պետքա ցանկացած ծառայություն, պաշտոն ցանկացած, սկսում է փոքր բաներից։ Մեկից մարդ չի դառնում հայտնի, հանճարեղ մարգարե, մեկից։ Դες չի քիչ, քայլ։ Նկատում ենք այդ մարդու մոտ, այո, մեկ ասեց, երկու ասեց, բռնեց, երրորդը սխալ էր, չորրորդը այդքան էլ ճիշտ չէր, հինգերորդը ճիշտ էր, ուղղելով, ճշտելով կարելի այդ մարդուն
առաջնորդել, որ ինքը իր պաշտոնի մեջ կայանա։ Սա կարևոր բան է, իհարկե մի քիչ համբերություն է պետք, մի քիչ, բայց այդ մարդն էլ պետքա լսողական լինի, շտկվող, ուղղվող, նույնը քարոզչության մեջ է, նույնը ավետարանչության մեջ է, նույնը ամենտեղ է։ Ավետարանով մարդուն կարաս հոգին հանես ուղակի, այնքան խոսաս։ Բայց ավետարանով կարաս մարդուն բերես փրկության։ Ու նպատակը դա է մարդուն փրկության բերելն է։ Ամեն տեղ կարա մարդը ճիշտ անի կամ լրիվ սխալ անի, կամ բալանսից դուրս անի, կամ շատ հավասարակշռված անի։ Սա աշխատանք է ու ցանկացած հավասարակշռություն դա ինչ որ մեկը բերում է այդ հավասարակշռության։ Պատահական չի լինում հավասարակշռություն։ Տենց եսի մի ինչ պատահական պիտի լինի, բայց հետո, այսինքն պիտի մարդուն բերվի հավասարակշռություն։ Հաճախ մարդը կարա նեղանա հովից, ավագից, նեղանան, որ օրինակ ինչ մի բան ուզում եմ անեմ, կանգնեցնում ես, տեղ չեն տալի, ասում սենց անենք, ասում չէ, այ սենց արա, բայց այդ լսողական ջով է մարդը դառնում հավասարակշռված ճիշտ ծառայող։ Իհարկե, հանուն արդարության ես էլ ասեմ, որ հաճախ կարան ծառայողները կոտրեն, ջարդեն այդ մարդու մեջի ունակությունը։ Սա էլ կարա լինի։ Այնքան ասեն չէ, այնքան այդ մարդը ուղղակի որևէ բան էլ չանի։ Սա էլ կա։ Սա էլ է հավասարակշռության հաստատ, այսինքն կես նախանց, կես բան, որ չի ուզում իրանից լավ մեկը լինի։ Օրինակ, այդպես դեպքեր էլ կարա լինի, որ հովիվն է թե ավակն է, չի ուզում, որ իրանից ինչ-որ աշկին կնող մեկը իր խմբի մեջ լինի։ Սա բնորոշ է, մի քիչ ավելի տենց ով որ տենց դիկտատոր ձիրք ունի, ուզում է, որ ինքը ասողը միշտ լինի, ինքը միշտ կենտրոնում լինի, սա սխալ բան է։ Մարդու թիմի մեջ ինչքան ավելի շատ աճած, զարգացած, ինչքան տենց մարդիկ լինեն, այնքան լավ ավելի։ Մարդ ինքն էլ աճած կլինի։ Ինքն էլ մի բան, բայց նպատակ ես կարող եմ լավ ավակություն անեմ, բայց ես մարգարության մեջ չլինեմ կամ ասենք, չգիտեմ, ուրիշ ծառայության մեջ չլինեմ, բժշկության մեջ չլինեմ կամ այն շնորհի նվեր հավատքը չունենամ, հավատքի գործեր անել։ Ուզում ասեմ, մենք պետքա բաց լինենք, որ մեզանից հետո եկած մարդիկ կամ մեր ընթացքում, մեր պարտադիր չի մենք մահանանք նոր ինչ-որ մեկը գա, իրանց մեջ կարան լինեն ավելի տաղանդաշատ մարդիկ, ավելի պարգևներով լի։ Մենք ոչ պետքա նախանձենք, ոչ պետքա մենք փակենք այդ թեման, այլ օգնենք, որ իրանք կայանան։ Էսի կարևոր է, էսի շատ կարևոր է։ Դեպքեր ես գիտեմ, որ ուղղակի մարդու պարգևները թաղել են, ուղղակի որ էլ տրեմ։ Բացի ասել, որ էդ էլ է ունակություն կամ պարգև, որ մարդը կարողանա օգնի մյուսին կայանալու հարցում։ Օրինակ լավ ուսուցիչ լինել, դա միանշանակ պարգև է։ Ուսուցչությունը լուրջ պարգև է։ Ուսուցիչներ կարան շատ լինեն, բայց այն մարդը, որ կարողանում է ազդեցություն թողի ու մարդկանց վրա կարողանում է ուսուցանել, մարդիկ սովորում են, էսի լուրջ բան է, շատ կարևոր եկեղեցու համար։ Առաջին Կորինթացիս 12:31-ում գրված են հետևյալ խոսքերը. բայց դուք նախանձախնդիր եղեք լավագույն շնորհներին։ Հիմա հարցս, մարդը կարող է ընտրել որևէ հոգևոր պարգև։ Կարողանում է մարդը ընտրել, թե դա Սուրբ Հոգու զուտ գործն է։ Մարդը կարա ուզենա էլ ընտրել, կարա եկեղեցիներում ինչ եմ նկատում, մանավանդ այն մի քիչ հայտնի նվերները, որ շատ պոպուլյար, ասենց ասեմ։ Մարդիկ փորձում են դա անել, տրամեշ լինել, նույնիսկ շատ ջերմերանտ կարող աղոթեն, որ Աստված դա տա, բայց ամեն ինչից առաջ մենք պետք է մի հատ հասկանանք այդ նվերները ինչի համար է։ Ցանկացած շնորհի նվեր եկեղեցու շինության համար է։ Ոչ իմ համար է, ոչ իմ ընտանիքի համար է, ոչ, չգիտեմ, իմ բարեկամների համար է, ոչ իմ անվան համար է, եկեղեցու շինության։ Համի ես եթե սիրտ ունեմ, ասես ամեն ջանք ու երան չեմ խնայում, ուզում եմ եկեղեցին շինվի, աճի, ընդլայնվի, էդ է իմ հոգսը ու
համապատասխան որոշակի նվերներ եմ ձգտում, որ ավելի էֆեկտիվ ես կարողանամ ծառայեմ, սրա մասին է խոսքը։ Այլ ոչ թե օրինակ ես էլ կուզեմ, ասենք հովիվ լինեմ կամ ես էլ կուզեմ մարգարել լինեմ, բժշկություն կամ ասեմ դու բժշկվեցիր, դու touch, դու ես, դու են, սա հրապուրիչ բան է, բայց մենք պետք է հասկանանք դա ինչի համար է։ Դա նախ ամեն ինչից առաջ Աստված էլ է նայում մարդը ծառայող սիրտ ունի, ծառայող հոգի է։ կարա կրի այդ ծառայությունը, Բայց այդպես բա իհարկե, բայց Այս էլ կարևոր հարց է։ Կարևոր բան է։ Բայց նաև իհարկե մարդը որտեվ մենք չգիտենք ինչ նվերներ ունենք մենք չգիտենք։ Մենք գիտենք, որ Սուրբ Հոգին ամեն մեկից նվերներ է բաժանել, բայց ինչ նվեր։ Դրա համար ամեն մեկը միգուցե կարա ձգտի այն նվերին, որը ինքը իր պրակտիկայում տենում է կամ ինքը ցանկանում է։ Բայց տես դեպքեր էլ է լինում, որ մարդը շատ է ցանկանում, տարիներ է կորցնում դրա վրա, բայց որևէ արդյունք չկա։ Չկա այդ, իր մոտ չկա այդ ծառը, այդ նվերը։ Մարդը կարա նույնիսկ խնդրի հովից, եկեք աղոթենք, ես աղոթքի փառաբանության երեկոներ լինի, այդ ժամանակ ես հելնեմ աղոթեմ, միգուցե այդ հրաշների պարգևը իմ վրա, միգուցե մի երկու անգամ էլ փորձեն, բայց եթե չկա, դա ինչ։ Միևնույնն է մնում է հիմնական նպատակը շարժառիթը եկեղեցու շինությունը։ Ոչ մարդու անունը, ոչ մարդու դիրքը եկեղեցում, չնայած դրան հիմա կանդրադառնանք։ Լավ, մյուս հարցս այս դրսևորումները, Սուրբ Հոգու պարգևների դրսևորումները կարող են բացատրվել կամ բնութագրվել մարդկային գիտելիքների կամ իմացական մակարդակում։ Այսինքն եթե ինքը գիտի, ինչքան գիտի, այդքանով է գործում։ Չէ, եսի նկատի ունեմ, որ ասենք մարդը ինչ որ պարգևների արտահայտություն եղավ իր միջոցով, ու սա հնարավոր լինի գիտե մեր ունեցած գիտելիքների, մեր ունեցած գիտության միջոցով բացատրենք, այ ինչ եղավ, ոնց եղավ, թե սրանք չեն կարա բացատրել։ Սրանք գերբնական երևույթներ են, որտեղ որ մարդը չի կարա մտնի։ Ուղղակի մարդու համար դա այնքան հեշտ է ալնում։ Ասենք այն բաները, որ ես իմ մեջ զգում եմ, իմ միջոցով կամ իմ մեջ Սուրբ Հոգով եկեղեցում ինչ-որ բանի օգուտ ես կարող եմ տամ, դա այնքան հեշտ է լինում։ Ինձ թվում է դա բոլորը կարան անեն, բայց ոնց որ նկատում եմ ամեն մեկինը չի դա։ Նվերները այդ ձև է, դա նվեր է, դա պարգև է։ Էդին էս չի, որ մենք հասել ենք դրան, կամ Աստված դա տվել է, որովհետև եկեղեցում ես շատ հավատարիմ, Աստվածաշնչյան դպրոցը ավարտեցի, գիտելիք ունեմ, ես լավ մարդ եմ, ու ասում է արժի իրան տալ։ Դա այդ ձև չի։ Մարդը կարող է լինի նույնիսկ բնավորությամբ շատ վատ։ Դժվար է այդ մարդու հետ յոլա գնալը։ Նորահավատ, բայց ունի պարգև։ Անես պարգևներ գործում։ Ուզում ասեմ, սա որևէ տենց կապ չունի հոգևոր կամ գիտելիքների կամ չգիտեմ ինչի հետ, բայց պետքա ասենք հովիվը կամ հովական թիմը եկեղեցում ճիշտ այդ հավասարակշռություն ունի այդ նվերների։ Եթե մի ինչ-որ բան գործում է, առաջնորդվի, օգնվի, որպեսզի այդ մարդը աճի դրա մեջ։ Իհարկե, մարդը կարա զարգացնի դա, բայց մենք ոնց վերադառնամ հարցին, ոնց կարանք բացատրենք դա, Սուրբ Հոգու պարգևներ, ուրիշ ոնց կարանք բացատրենք, ուրիշ ձև չեն կարա։ Օրինակ Եգիպտոսում մոգերը, կախարդները, այն ինչ որ Ահարոնն արեց, փորձեցին դրա կրկօրինակ անել, իրանց ձևով բացատրելով։ Բայց հետո զգացին, որ չէ, նայես ավելի հզոր է։ Չի աշխատում։ Ոնց որ թե մի պահ ստացվում էր, բայց հետո զգացին, որ ինչի համար որ մարդը այսինքն չունենա, բայց փորձի, ես հարցս տեղից է գալու, որ չլինի, բայց փորձի իր ձևերով, իր մտածածով, իր չէ։ Դա երևալու է, դա միանշանակ, դա որևէ ապագա չունի դες բանը։ Որտեղ վաղ թե ուշ եկեղեցում զգալու են մարդիկ, որ սա զուտ օրինակ ասեմ, շատ տարածված է այսօր քրիստոնեության մեջ, մարդիկ գնում են հոգեբանություն են սովորում, ու որպեսզի իրանց օգնի դա իրանք որ մարգարեանան։ Ինչ է նշանակում հոգեբանություն։ Հոգեբանությունը նշանակում է, եթե ես
այսենց եմ նստած, ես փակ եմ։ Եթե ես այսենց եմ արել, ես փակ եմ։ Եթե ես սենց եմ նստած, ես բաց եմ։ Օրինակ մարդուն դու տենում ես քո մոտ ոնց եկավ, ասենք հովը սովորել է հոգեբանություն, տենում է մարդը ոնց եկավ։ Իրա միմիկաներից իրա, որովհետև սովորցնում են դա, 4-5 տարում սովորցնում են։ Այդ տենց արդեն ինքը ասում է դու փակ ես, դու հմի սենց ես։ Նայել ասում է, օ, այս Աստվածը չի ձև գործեց։ Սա ֆալշ է, սա ճիշտ չի։ Սա օգնող բան է։ Ես իհարկե շատերը կարան դեմ լինեն դրան, այսօր այնպես միանշանակ չի քրիստոնեության մեջ այդ հոգեբանությունը, որ մտնի եկեղեցական ծառայության մեջ, բայց օգնող կարա լինի, դա ես վատ բան չեմ տենում, ես անձամբ իմ սուբյեկտիվ կարծիքն եմ ասում, բայց դա չի այն մարգարեական ծառայությունը, որ մենք Աստվածաշունչ կարդում ենք ու եկեղեցում պետքա լինի, դա չի միայն։ Մարգարեն, որ արդեն զգում է, որ այդ ծառայության մեջ է, միգուցե լավ է, որ սովորի ինքը դա, ավելի կատարելագործվի, միգուցե, բայց սովորի որպեսզի պարզ եմ ասում, էլի, որ հանկարծ ինչ-որ տրյուկներով, ավելի ես ժողովրդին հասանելի տրյուկներով չգաս մարգարեության, մոգի ինչ-որ ձևերով, մարդկային ձևերով, որտեվ դա Աստծո Սուրբ Հոգին պետք է անի, եթե ուրիշ ձև չկա։ Օրինակ շատ է եղել, ինչ-որ մի բան եմ արել, կամ ինչ-որ մեկը ինչ-որ մի բան արել, ես վկայել եմ, որ դա մարգարեություն էր, կամ ինձ վկայել եմ, որ դա մարգարեություն էր, բայց ես ոչ մի տրյուկ ոչ արել եմ, որ դա Սուրբ Հոգու գործն էր ուղղակի։ Սա հիանալի բան է։ Սա այն ինչ որ կարիք ունի եկեղեցին։ Հայ ասեցիր մի պահ, այստեղ ես ունեի այդ հարցն էլ գրած, ինչն է հիմք հանդիսանում Սուրբ Հոգուց պարգևներ շնորհելուն։ Մարդու հասունությունը, եկեղեցու նրա ծառայողական դիրքը, ոչ մի բան։ Մենք պետքա ճիշտ պատկերացում ունենանք Աստծո գործը, գործելակերպի հետ, մի քիչ պատկերացում ունենանք։ Մենք երբ որ ապաշխարեցինք ու մի 10 տարի եկեղեցում ենք, այնպես չի որ Սուրբ Հոգին սենց ուղակի սենց նստած մտածում է այս մարդուն որտե օգտագործեմ։ Դա այդ ձև չի լինում։ Գրած է Աստվածաշնչում, որ մենք դեռ երկինքը հələ չէր, երկիրը չէր ստեղծվել, Աստված արդեն գիտեր մեզ։ Այսինքն Աստված մեզ արդեն որոշակի խառնվածքով, որոշակի բնավորությունով կերտում է արդեն։ Մի ինչ-որ ծառայության կամ մի քանի ծառայությունների կամ նվերներով արդեն։ Մարդը ծնվում է արդեն տենց։ Մեր համար մի քիչ դժվար է դա հասկանալ։ Դե ասում ենք դա բնածին նվերներն է, էլի, ոչ։ Աստծո գործելակերպը մի քիչ դժվար է մեզ, բայց Աստված այդ ձև մեր նման չի։ Օրինակ մենք եկեղեցում ենք, վաղը մի հոգի եկավ ապաշխարեց, ջրի մկրտություն եւ այլն, մենք արդեն սկսում ենք, այ որտե կարա այդ մարդը, որտեղ մենք տեղյակ չենք այդ մարդու ոչ սկիզբը, ոչ դաստիարակությունը, ինչի միջոցով անցել, ինչ է իր ընթացքում տեսել, ինչեր է ապրել, մենք չենք իմանում։ Օրինակ, ինչ որ մեկը մանկություն տեսել չի տեսել։ Ինչ որ մեկը հեր չի ունեցել, ինչ որ մեկը լավ էլ ընտանիք է ունեցել։ Սրանք լրիվ մեկը թմրամոլ է եղել, մեկը էս է, այսինքն Աստված նախորոք, իհարկե չեմ ասում Աստված տանում է թմրամոլության կամ անհերության ու որփության եւ այլն, ոչ իհարկե, բայց Աստված գիտի ինչի միջոցով անցնող մարդը ինչ է դառնալու։ Սա ինձ թվում է կարևոր է, սա շատ կարևոր բան է։ Այս հարցն չի ծագեցի մոտ, ով Արթուր, տես եկեղեցում կարան ասենք, ենթադրենք, նորը հավատ լինի կամ թեկուզ եւ տարիների հավատացյալ է, բայց ինչ-ինչ բնավորություններ են դու էլ ասացիր դրա մասին։ Ու տեսիլք է տեսնում, մարգարեական խոսք է ասում, մարդիկ սենց են մտածում, սենց են ընդունում, չեն կարողանում ընդունել, ոնց էս սենց բնավորությունը, սենց մարդը, ոնց կարա Աստված իր միջոցով խոսա։ Պատկերացումը հենց է, որ մարգարեն կամ սենց ասենք Աստծո ուղարկված է, դեսպանը, որ ինչ որ բան է բերում, ինչ-որ հատուկ սրբության ու հատուկ ինչ-որ աստիճանի պետք է լինի կամ եսի ով լինի, որ այս տեղից է գալիս այս հարցը, որ մարդիկ չեն կարողանում ընդունել։ Այս հրամասն է ես։ Այո, մարդը կարա նվերով օժտված լինի ու գործող նվերով, այդ հրամասները բոլորն են նվերներով օժտված։
Վատ բնավորության տեր մարդը լինի։ Ասենք ասեմ ավետ Աստվածաշնչում ենք մենք կարդում։ Ասենք այնպես չէր, որ Եղիայի հետ շատ հեշտ էր համագործակցել կամ ապրել։ Աստվածաբանների կարծիքով շատ լուրջ, ասենք ուսումնասիրողների, այդ մարդը նախ վրից ահավոր հոտեք պետք է գար, որտեղ վայրի կյանքով ապրող, ասենք նույնը Հովհաննես Մկրտիչը, ու այտենց հեշտ մարդ չէր ինքը։ Ասենք եթե դուք ուշադիր ուսումնասիրեք Եղիսեն, ասենք ինչ էր ասում իրան, ինչ չոր պատասխաններ է ստանում, ինչ, բայց Աստծո մարգարեն է։ Հովհաննես Մկրտիչն էր։ Նույնն էլ Հովհաննես Մկրտիչը, շատ կտրուկ է։ Ուզում ասեմ, դա միանշ չի, որ եթե ինքը Աստծո օծյալն է, սենց ասած, կամ Աստծո, ասենք այդ նվերներով ոչտված մարդն է, ինքը պետք է լինի շատ դիպլոմատիկ, ասենք ինքը պետք է սենց շատ հավասարակշռված բնավորություն ունենա, ոչ, դա միշտ չի տենց, միշտ չի տենց։ Իհարկե հովվական ծառայությունը մի քիչ ուրիշ է, որտեղ հովը ամեն ինչ պետք է լինի։ Սենց մի քիչ իմ կարծիքով ամենադժվար ծառայություններից է, որտեղ հովը պետք է ամեն ինչ լինի։ Բայց օրինակ ավետարանողը գնաց ավետարանից գնաց իր գործին։ Հետո այդ մարդկանց հետ պետք է հովը վանանի, կամ մարգարեն եկավ, ասես գնաց։ Բայց եկեղեցիներում էլ մենք պետք է հասկանանք, որ դա այդ ձև չի։ Ու մի բան էլ շեշտենք, ասենք, որ կանչը ու նվերները չի փոփոխվում։ Մարդը կարա նույնիսկ մեղքի մեջ լինի, բայց իր նվերը գործում է։ Զարմանալի բան է, բայց այդ ձև է։ Օրինակ շատ դեպքեր մենք գիտենք, որ հայտնի քարոզիչը արդեն շուտվանից մեղքի մեջ է ինքը, բայց իր քարոզների միջոցով, որ հələ մեղքի մեջ է ապրում, կարող են հարյուրավոր, հազարավոր մարդիկ ապաշխարեն։ Այսինքն այստեղ հասկանում ենք, որ երևակայ Աստված ուզում է հեռացնի մարդու այդ ուշադրությունը մարդ արարածից դեպի Սուրբ Հոգու գործելակերպին, որովհետեւ մարդը չկենտրոնանա թե ով է։ Հենց այդ այտենց վատ դեպքերում կենտրոնանում են։ Մարդիկ հենց դրա վրա են կենտրոնանում։ Ոնց կարա այս մարդը սենց նվերով օժտված լինի։ Իհարկե, երբ որ պարզվեց, որ դա մեղքի մեջ է արել, ֆալշ արել, ճիշտ աստվածավայել ձևով չի ապրել, նա ուղղակի էլ տեղ չի ունենալու եկեղեցի։ Կորցնում է իր վստահությունը։ Միանշանակ։ Իհարկե շանս կա, ողորմություն կա, ներել կա, բայց ամեն դեպքում մարդիկ արդեն ուրիշ ձև են նայելու այդ մարդու կյանքին։ Իմ հաջորդ հարցին արդեն պատասխանեցինք, ինչպես պաշտպանվել հպարտությունից, երբ մարդը ունի տեսանելի պարգևներ կամ մեծ տաղանդներ։ Խոնարհվելը։ Հպարտության հակառակը ո՞րն է։ Խոնարհվելը, հեզ լինելը։ Հեզերի հետ է Աստված գործում։ Շնորի վրա շնոր ավելացնում։ Հպարտների հետ Աստված մի ուրիշ կարա նվերը գործի, բայց Աստված արդեն մի ձևի ուրիշ ձև է։ Իսկ վտանգներ կա, որ մարդը ընկնի, ասենք, ունենա նվերները ու այ ինչ վտանգներ է, ինչից պետք է խուսափի, ինչից պետք է զգույշ լինի։ Տես, մենք եկեղեցում ամեն ինչ անում ենք, որ կայանա, նվերները գործեն, բայց դա կարա չարը վատ ձևով օգտագործի եկեղեցին պառակտի, այդ վտանգը միշտ կա։ Բայց չնայած նույնիսկ այդ վտանգին մենք պետք է էլի օգնենք մարդկանց։ Շատ եկեղեցիներում ինչի նվերները միանգամից կանգնեցնում են, ասում են առանց այդ նվերների, որտեղ այնքան խնդիրներ ա բերում եկեղեցի, որ հովը մտածում ասում է այդ խնդիրները ավելի շատ է, քան դրա օգուտը։ Ոնց որ ասենք, ել եմ նշում Կորինթացիս եկեղեցում, որ այնքան խնդիրներ կար, որ ավելավատ էս նվերներ չլներ։ Ինչ պետք է անեն մարդիկ, գան, խորհրդակցեն, ամեն ասենք քայլերում իրանց, ենթադրենք մարդը խոսք է ստանում։ Ամեն անգամ գա հովի հետ կոնսուլտացիա անի, ասի։ Միգուցե, բայց նաև օրինակ մեր եկեղեցում կամ ցանկացած եկեղեցում կան օրեր, որտեղ մարդը կարա բացահայտվի, գործի, տեսնենք։ Ամեն դեպքում ժողովուրդը պետքա տեսնի, որ ճանաչի այդ մարդուն, որպես նվեր, որպես շնորհի նվեր։ Օրինակ մենք ունենք տենց օր, որ ոչ լայվ հայտում, ոչ մենք մերոնցով ենք, մեր ընտանիքով ենք, հոգևոր, եկեղեցով ենք, ու տենց ժամանակ է տրվում։ Հելի կիսվի քո հայտնությունները, հելի ասա, եթե խոսք ունես, եթե մի ինչ-որ պարգև կա, թող գործի։
որևէ խնդիր չկա։ Բայց իհարկե մենք ամեն ինչ չի որ ընդունելու ենք, ասենք հալաջյուղի պես ասենք հա դե մարդը մարգար է։ Իհարկե Այստեղ հենց էլ չի որ մարդը, ասենք վատը զգա, որ ինքը մտածում էր թե այս պարգև ունի հելավ արտահայտվեց ու դա այդպես չի կամ ասած ասած ինքը սխալ էր ասացը, շատ մարդիկ դրանից քաշվում են, որ հանկարծ փուչ տեղը ասենց ասած մանավանդ հայերիս մեջ կոմպլեքսավորված ժողովուրդ ենք մենք, շատ կոմպլեքսավորված։ Դա միգուցե գալիս է մեր դաստիարակությունից, միգուցե գալիս է, չգիտեմ ինչից։ Չեմ անում։ Մենք դե գիտես մեր եկեղեցում տարբեր ազգեր են, բայց հայերի նման կոմպլեքսավորված ես չգիտեմ էլ ինչ ազգ կա, միգուցե էլի ազգեր կան։ Սա մեծ պրոբլեմ է շնորհի նվերների համար, մեծ պրոբլեմ։ Մենք պետք է լինենք ազատ, չկաշկանդված, որպեսզի այդ նվերները գործեն։ Եթե մարդը նույնիսկ ես գիտեմ դեպքեր մեր մոտ, ու շատ է լինում, լուրջ վկայություն ունի վկայելու, չի ելնում վկայի, կաշկանդված է։ Կամ ասենք Աստծուց լավ, շատ լուրջ հայտնություն ունի։ Հետո է գալի ասում։ Այսի պրոբլեմ է։ Մարդը պետք է ինքը աղոթի, ազատագրվի տենց բաներից, տենց կոմպլեքսներից, որոշակի կաշկանդվածությունից, որ Տիրոջը ծառայի, ուրիշ ձև չկա։ Կարելի է էսի համեմատել այս մի sense համեմատություն անենք, նմանա որ փոստատարը ստանում է ինչ որ մի հատ նամակ կամ պակետ, որ պետք է բերի հանձնի ու ասի ամաչեցի գնամ տամ։ Դա աբսուրդ է, էլի։ Իր գործը եթե դեպոյից նամակները տվեցին, ինքը տանի հասցեին տա։ Իր գործը տալն է, լավ նամակ է, վատ նամակ է, լավ բան ունի մեջը, վատ, միջին, կիսատ, բրատ, իր գործը չի դա։ Մարդը պետք է հելնի իր հայտնությունն ասի։ Լավ էր դա, վատ էր դա, եկեղեցուն արդեն մենք կասենք դա ինչ էր։ Հաճախ մարդը դե առաջի քայլերով անում, չէ՞ պատկերացնում է ինչա։ Կարող է դա նենց մի հատ օգուտ տա եկեղեցուն։ Ճիշտ ժամանակին, ճիշտ պահին։ Դե չէ մի ամիս հետո է ասում, արդեն բանից անցել է արդեն։ Ու այն էլ առանձին, երբ որ բան ոչ քիչ մարդ կա, դա որովհետև ինչի պետքա եկեղեցում դա ասվի։ Որովհետև եկեղեցում լավ, ասենք ես կարող եմ տրամեջ չեմ որպես հովիվ, բայց ինչ որ մեկը կարող է տրամեջ է։ Նա ճիշտ ժամանակին ճիշտ խոսք ասում, մարդը օրտնվում է։ Այո։ Սա շատ կարևոր է։ Գոնե ձև նվերները սկսեն գործել։ Ու միջայլոց հենց հասարակ բաներում էլ երևի սկսվում է։ Նվերները այնքան հասարակ է, մարդը այ շատերը նույնիսկ շոկ են ասում, էս հասարակ։ Ուրիշ ձև չի, բայց հո հատուկ հոպլիսս ու ծննդաբերություն չի էդի։ Հասարակ։ Ասենք Աստված մի հատ միտք տվեց, էլի կա կիսվի այդ միտքը։ Բայց ոչ քո նպատակին, քո Իմ վերջին հարցը այսօր եկեղեցում ինչ է ավելի պակասություն զգացվում, տաղանդների թե պարգևների։ Երկուսի էլ։ Ամենայն դեպս մեր եկեղեցում երկուսի պակասն է զգացվում։ Այսինքն ունակ մարդկանց, մենք ունակ մարդկանցով լի ենք, բայց որ դա գործի եկեղեցում։ Ինձ թվում է ամենայն դեպս Եվրոպայի այն եկեղեցիները, որ ես գիտեմ, ամեն տեղ այդ նույն խնդրեմը, եթե ոչ ամբողջ աշխարհով, հաստատ։ Ակտիվ են եկեղեցու անդամների 20-ից 30%-ը։ Մնացածը լրիվ ուղղակի ունկնդիր են։ Հիմնականում այս վիճակագրությունը։ Բայց իրականում այդ մնացած 70-ի ու 70-80-ի մեջ մեծ ունակություններ ու պարգևներ։ Հաստատ։ Եղել է դեպքեր մենք հազիվ մեկ ուրիշ մարդ ենք խնդրել, էս են կարել, մեկ էլ իմացել ենք, որ մեր եկեղեցում այդ մարդն էլ ասում է, բա ինձ ասե, բա այդքան հայտարարում ենք, այդքան ասում ենք, տրամեջ ենք մենք, կարիք ունենք մենք։ Հաստատ։ Իհարկե սա կախված է նաև ինչքան են մարդիկ ընծայված Տիրոջը, ինչքան են հոգևոր կյանքով ապրում, առաջնորդվում Սուրբ Հոգով, ինչքան են երկրպագում Տիրոջը։ Ասենք սրանք լրիվ կապված բաներ են։ Մարդիկ կարան վերստին ծնված նույնիսկ լինեն, բայց
հետագա քայլեր չկա մի ձևի ոնց որ թե։ Դրա համար հաստատ այդ հարցը միանշանակ կարիքը կա միշտ։ Եկեղեցին միշտ պետք է դրա կարիք ունենա։ Նույնիսկ եթե 30%-ը չի, արդեն 70%-ն է եկեղեցում գործում, օգնում, կանգնած են շինության համար եկեղեցու, էլի եկեղեցում պետք է նես չլինի, որ տեղերը փակա, կներես քո նվերը մենք դրա կարիք չի։ Այլ է ասել, եթե մարդու ունակությունները այս աշխարհում օգտագործվում է, հաստատ եկեղեցում ուրեմն տեղ կա, որտեղ կարելի է օգտագործվի։ Անկախ նրանից ինչ ունակություն է։ Ես չեմ կարող պատկերացնել, որ եկեղեցում մեկը տենց ունակություն ունի կամ նվեր ունի, մենք ուղղակի դա մսխենք։ Պետք չի։ Մենք ասենք, չէ, հենց դու չէ, չեմ պատկերացնում։ Միշտ կոչ ենք անում, միշտ դու գիտես, միշտ խրախուսում ենք, միշտ ինչ-որ բան ենք անում, մարդիկ կայանան, այդ որպես ծառայող կայանա։ Այո։ Շնորհակալ եմ Հովիվ Արտուր, սիրելի բարեկամներ, այսքանը այս թեմայի շուրջ, եթե առաջացան հարցեր, գրեք մեզ կոմենտներում, տարածեք այս հաղորդումը, որպեսզի նայեն այն մարդիկ, ովքեր որ սրա կարիքը ունեն։ Կհանդիպենք հաջորդ անգամ, եղեք օրհնված։